առմամբ ձեր աշխատանքի տեմպը իրապես լավն է, այսինքն փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են իհարկե մեծ ծավալի, որոշակի նույնիսկ ավելի հրատապ լուծումներ են պահանջում, բայց այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում, ինչ-որ տեղեր ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ-որ տեղեր այնուամենայնիվ հարցեր առաջացել են։ Բիտումի հետ կապված պատմությունը ինչ էր վերջը։ Պարոն քաղաքապետ, մեր մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա եւ այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք ուղղակի չեն Facebook-ում չեն հայտնվել, որոնք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են եւ գրանցվել են, որոնք միանշանակ են ապրելու։ Ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բայց նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են, որ երկու տեղով ենք անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ բանը լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն։ Նկարահանումը հենց այդ բանը է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտ է արված եւ վերված է պատշաճ կարգի։ Այդտեղ բիտումով ասֆալտ է արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բայց ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։ Չև հասել են այդ հատվածը նկարանը տեղի ունեցել։ Ինձ թվում է նկարանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ-որ մի բան պակաս անելու է, անպայմանորեն, ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին։ Բայց ասենք շին բարեկարգումը նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած։ Օրը ցերեկով այդ չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի, տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա, էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։